Բարի լույս բոլորին, մի երևույթի մասին եմ ուզում խոսել, որ ինձ ապշեցնում է։ Ուրեմն մեր տարբեր ուղղություններով մարզիկներ միշտ գերազանց արդյունքներ են ցույց տալիս, դառնում են աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ, տարբեր մրցաշարերի։ Հայաստանում անցկացվում են մեծ մրցաշարեր, որոնց կազմակերպումով զարմանում են մեր միջազգային գործընկերներ լավ առումով։ Եվ միշտ հետևում եմ այս մեր ընդդիմությունը ու մեր ընդդիմախոսները որևէ կերպ խրախուսում են, ուրախանում են այս հաջողություններով, թե չէ։ Եվ ըստ էության հանդիպում ենք զրոյին մոտ արձագանք։ Նրանք ոչ մի բան չեն գրում, ոչ մի հայտարարություն չեն անում, ոչ մի բան չեն ասում։ Ես հիշում եմ, որ երբ ես ընդդիմություն էի, հակառակ լրիվ գործողություններ էի անում, որովհետև այս մարզիկները մերն են, բարձրանում է Հայաստանի դրոշը և հնչում է Հայաստանի հիմնը, բայց ու կարող եմ տասնյակներով ուրեմն ստատուսների սկրիններ ձեզ ուղարկել, որ ընդդիմադիր եղած ժամանակ, թե ես ոնց էի հրճվում, ուրախանում այդ ամենչով, ասենք օրինակ շախմատի մեր հավաքականի հաջողություններով, երբ օրինակ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Այս ամեն ինչի մասին է խոսում, որ մեր ընդդիմադիրները որևէ կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ, որևէ կապ։ Նրանք առաջնորդվում են բացառապես իրենց շահով։ Նրանք նույնիսկ տխրում են, երբ որ մեր մարզիկները հաղթում են և բարձրանում է Հայաստանի Հանրապետության դրոշը և հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Սա աբսուրդ է, բայց սա մեր ընդդիմության օրինաչափությունն է։ Նրանք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով, Հայաստանի Հանրապետության, որևէ հաջողություն, որևէ, նույնիսկ մարզիկների և սպորտի նրանց համար օտար է։ Այսքան։